Տեսանյութին էլ եմ ծանոթ, հաղորդագրությանն էլ բնականաբար, դատարանին ինչ վերաբերում է, դե հույս ունենք, որ դատարանը ճիշտ վճիռ կայացնի, այսինքն առնվազն գոնե սահմանափակումներ չի լինի, այն առումով, որ կալանքի չեն տանի։ Ինչ վերաբերում է հաղորդագրությանը, գիտեք, հիմա նախաքննության փուլն է, գաղտնիության փուլն է, դրանից ավել բան չգիտեմ, այդտեղ էլ մեկնաբանելու բան չկա, եթե կապում են այդ ձայնագրության հետ, կներեք այդ ձայնագրությունով ես ճիշտ ասած չեմ պատկերացնում ոնց հիմնավորես, որ մարդուն տանես անել ամենախիստ պատժի տեսակին, կալանքին, հետևաբար սպասենք, տեսնենք ինչ կներկայացնեն, բայց մենք ճիշտ ասած թե պարոն Չալաբյանը, թե մեր ամբողջ թիմը պատրաստ է եղել այս ամեն ինչին, գիտակցաբար ենք մտել սրա մեջ ու բնականաբար, օրինակ կարող մի հատ էլ ուրիշ ձայնագրություն հրապարակեն, որ Ավետիք Չալաբյանը ասում է կյանքովս կպահեմ Սախարովի հրապարակը Ռամիլ Սաֆարովի կամ Հեյդար Ալիևի անվան հրապարակ չեմ կարող թույլ տամ լինի, սպասում ենք իրանցից ամեն ինչ։ Ինչ եք կարծում, պարոն Չալաբյանի, այսպես ասած, ճակատագիրը կտարածվի ՀԱԿ-ի մյուս անդամների վրա։ Դե կարող է միտեղ էլ գտնեն օրինակ ասեն, որ չգիտեմ, մեկս էլ ասելա, որ մետրոպոլիտենը չենք թույլ տա Կարեն Դեմիրճյանի անունից փոխեն Հաջիևի անունով, ինչ իմանանք, օրինակ օտար ազդեցության մասին է, չէ՞, այդտեղ հենց խոսքը կոնկրետ այս դեպքում, ԿՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր։ Ես էլ գնահատում եմ, որ ուղիղ ազդեցություն ուներ, մեր հեծանվորդն էլ այդ տարածաշրջանում էր, եկել էր իրար հետ հանդիպեցին եւ ազդեցին ԿՀ-ի այս ապօրինի որոշման վրա։ Պարոն Պետրոսյան, այդ քննչական կոմիտեի կողմից հանդիսացած տեսանյութը հաշվի առնելով, այս դեպքում ովքեր պետք է ցուցմունք տան Ավետիք Չալաբյանի դեմ ռուսաստանցի։ Եթե այդ տեսանյութը կա իրոք, հա, այդ մոնտաժված չի, չգիտեմ, էլի հիշում եք, չէ՞ օրինակ մեր հարգարժան սրբազաններից մեկի հետ կապված տեսանյութ տարածվեց, հետո միջազգային տարբեր 3-4 եվրոպական երկրի փորձագետներ տվեցին, որ այդ տեսանյութը կեղծ է, արհեստական բանականությամբ է ստեղծված։ Հիմա եթե դրանով կլի, բնականաբար դրա մասնակիցները, եթե զուտ եթեներով խոսենք, այդտեղ խոսքը գնում է դիվանագիտական իմունիտետ ունեցող մարդկանց հետ, չեմ պատկերացնում ոնց է լինելու դա, ինչ են անելու, բերման են ենթարկելու այդ մարդկանց, իմունիտետից են զրկելու, ամեն ինչ սպասելի է իրանցից, թող կանենք, տեսնենք, էլի։ Այս պահին հույս ունենք, որ մեր դատարանը այս վերջի մի 8 տարվա մեջ գոնե մի անգամ ինչ-որ մարդկային, էլ եղել են իհարկե դեպքեր, մարդկային ճիշտ իրավական որոշում կայացնեն։ Չէ, չեմ ճանաչում ես այդ դատավորին, նախկին իր գործերից մեր երկուսի մասին լսել եմ, գնահատական չտամ, հետո էլ չասեն, ազդեցություն, ամեն ինչ հնարավոր է, էլի, Զարմանալի չէ, որ մնացական Մարտիրոսյանի։ Ճիշտ ասած, առավոտյան ինձ որ ընկերները զանգեցին, ասի դե մնացին շուտվանից չի տեսել, երևի կարոտել են իրար, կարար այդ տրամաբանական լիներ այդ բանով։ Այս դեպքում չեմ կարող գնահատական տալ, էլի անկեղծ հույս ունեմ, որ պետքա լավ լինի, լավն էլ նա, որ իրավական դաշտից դուրս չգանք։ Ես ասում եմ, եթե ընտրությունների վրա ազդեցություն գործելու մասով են անում, մի հոգի գիտենք, որ սաղի սպանում էր, ով էր չէր մահացել, անիծում էր, որ չենք մահացել, սաղ ազգին փախած էր համարում, այդ հարցով դատախազը հեչ բան չունի ասելու։ Իմ կարծիքով այդ մասին պետք է լուրջ մտածեն։ Անկախ դիտորդը նշում է Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաների եւ Հայաստանում քաղաքացիների միջև այսպես ենթադրաբար փորձեր արվում հեղաշրջում կազմակերպելու մեջ եւ նաեւ ըստ էության վերագրվում է պարոն Չալաբյանին։ Սրա վերաբերյալ ինչ կասեք, որքանով են հիմնավոր այս հայտարարությունները։ Դիտորդին չեմ ուզում գնահատական տամ այդ առումով, ընդհանուր գնահատականը իմ շատ վատն է։ Այդ մարդիկ նույնիսկ իրանց կայքում են դնում, որ իրանք համագործակցում են կառավարության հետ, հետևաբար արդեն իրանք անկախ չեն, որտեղ իրանք գործընկերների ցանկում տված է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Անկախ դիտորդը հենց այնպես պիտի լինի անկախ, որ որևիցե պետական միջոցից չօգտվի ու գնա անկախ գնահատական տա, որտեղ այս երկրում եւ աշխարհի բոլոր երկրներում ընտրություններ կեղծելու միակ հնարավոր տարբերակը այն ուժն է, որը որ այդ պահին գործում է, իշխող ուժն է։ Անկախ դիտորդը մի հատ ձեն չի հանում այդ մասով, երբ որ ուղիղ ընտրությունների օրը տարբեր տեղերից դիտորդներ, չգիտեմ,
վստահված անձին, գործի կազմակերպիչներ ձերբակալվում են եւ հենց այդ ուղիղ ազդեցությունը, հա, այսինքն այն որ օրինակ Գյումրիում 3 հոգի ձերբակալվեցին իբր կաշառք բաժանելու մեջ ու կաշառքի մի կոպեկը չտեսանք, հա, պետքա տեղ պարկերով գումարներ հայտնաբերվել։ Չկար, այդ ազդում է ընտրությունների վրա, վաղ անեիք, չէ՞ դրա հաջորդ օրը անեիք, որ ազդեցություն չունենար, կամ մինչև ընտրություններ թիմի կեսին ձերբակալում են, հեսա ժամկետները կլրանա կտենակ, ոչ մեկ էլ չի դատապարտվելու, կամ 500 հոգու տանում են ձերբակալում են 700 հոգու, հետո 100-ին կալանք են տալիս մոտարապես, հետո այդ 100-ից մի 10-ի կալանքը կերկարացնեն, հետո էլ 1-ին կամ 2-ին կտան, բայց անունը հանում են, որ այն որ եթե այս դեպքում գնահատենք, որ նույն գործող իշխանությունը ասում է այդքան համատարած կաշառք են բաժանել, հետևաբար ընկեր ջան, դու տեղում չես, եթե դու չես առնում դրա դեմը, ոչ լրագրողները, ոչ էլ առավելևս ես դրա պատասխանատուն չեմ։ Լավ աշխատի, թող կաշառք չբաժանեն։ Իսկ Ավետիք Չալաբյանի եւ ռուսաստանցի պաշտոնյաների միջև այսպես ասած համագործակցությունը բացառում եք, թե ոչ, ենթադրաբար կարող է լինել, թե ոչ։ Եթե այդ համագործակցությունը լինի հայկական շահով պայմանավորված, միգուցե Ավետիք Չալաբյանը շատ հայտի մարդ է, այդ թվում նաեւ Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում, ինքը ոչ միայն բիզնեսմեն, այլ շատ խոշոր ամերիկյան կամպանիա է ժամանակին ներկայացրել Ռուսաստանում, հա, իր կապերը շատ մեծ են։ Հիմա այդ օրը իրանք կարող է 20 տարվա ընկերություն ունեն, սուրճ են խմել, կարող է այլ թեմաներ են քննարկել, կամ ընդհանրապես այդպես հանդիպում եղել է, չգիտեմ, բայց այն որ ինքը կարա ցանկացած չեմ բացառում այն սկզբունքով, որ ոչ մի բան չեմ բացառում։ Դուք բացառում եք, որ վաղը Սևանը չի հանձնելու Նիկոլ Փաշինյանը ու անունը չի դնելու, որ իսկ թուրքերն ասին այդ Գյոկչայա ոչ թե Սևանա։ Չեմ կարող ասել, ինքը պարտավոր չի ինձ տեղյակ պայի որեցե երկիր գնալուց, եթե խոսքը մնում է Ռուսաստան գնալու մասին, գիտեմ, որ ինքը այնտեղ տուն ունի եւ իմ իմանալով կինս տեղա կարող են քարստել ամիսը առնվազն 1-2 անգամ գնում է։ Այսինքն նորմալ է, որ հիմա դուք օրինակ Դիլիջանում տուն ունենաք, գնաք կամ չգիտեմ, Փարիզում տուն ունենաք, գնաք։ Հաստատ գիտեմ, որ ինքը այնտեղ տուն ունի, բնականաբար գնում գալիս է։ Բայց նաև գիտեմ, որ օրինակ երեխաները տարբեր երկրներում են սովորում։ Մի երեխան Անգլիայում է սովորում, մի երեխան Արաբական Միացյալ Էմիրություններում է սովորում, այնտեղ էլ է գնում։ Հիմա օրինակ ինչ չի ասելու, վաղ գնում եմ Աբու Դաբի տղայից տեսնում։ Նախընտրական շրջանում նկատում եք, եթե թիմակիցները ինչ-որ հանդիպումներ եք ունենում, պարոն Չալաբյանը ներկա եք թե ոչ։ Ես օրինակ նախընտրական շրջանում բանում եմ եղել, Եգիպտոսում եմ եղել։ Հիմա կարանից էլ մեղադրեն, ասեն այնտեղ, չգիտեմ, գնացել էր կոկորտիլոս բերեիր կամ այնտեղ կոկորտիլոսներին ստիպեիր։ Անկեղծ եմ ասում, ինքը գոնե եթե գնում է Եվրոպա հանդիպումների, իսկ մենք գիտենք, որ ինքը Եվրոպարլամենտի անդամների հետ էլ է հանդիպել, այդ ինձ ասում է, չի կարող չասել, որտեղ դա քաղաքականությանն է վերաբերում։ Կոնկրետ Ռուսաստան ինքը միշտ է շատ գնում, որտեղ տուն ունի, ամեն ինչ ունի եւ այլն, հա։ Հետևաբար նորմալ եմ դիտել դրան, դրա համար չենք քննարկել իր գնալ չգնալը։